Պետք է մեծ ուշադրություն դարձնենք կնոջ հոգեհուզական համակարգին, որովհետև ունենք շատ կանայք, որոնք որ այդ ժամանակահատվածում ոչ մի ուրիշ կանգաց չունեն, բացի տրամադրության տատանումներից, անպատճառ ուրեմն լացի զգացողությունից, տագնապի զգացողությունից, երբեմն հասնում է մինչև դեպրեսիայի եւ անհրաժեշտություն է լինում հակադեպրեսանտների նշանակման։ Այդ աստիճանի ծանր հոգեհուզական ապրումներ կարող է ունենալ կինը։ Այստեղ էլ էլի ժառանգական նախատրամադրվածությունից եւ հարակից այլ խնդիրներից ելնելով տարբեր կանանց մոտ տարբեր կերպ է ընթանում։ Կարող է լինել նշածս համախտանիշներից մեկը, կարող են լինել մի քանիսը։ Չմոռանանք նաև, որ կան կանայք, որոնց մոտ էստրոգենների այդ ֆիզիոլոգիական նվազումը, այսինքն կանացի սեռական հորմոնների ֆիզիոլոգիական նվազումը, սկզբնական շրջանում արտահայտվում է միմիայն միզարձակման խնդիրների փոփոխությամբ, ինչպես նաև հեշտոցի չորությամբ։ Սա էլ կախված նրանից, թե ինչ խնդիր է մինչ դա ունեցել եւ ինչպես կարող է արտահայտվել։ Ունենք դեպքեր, որոնք բոլոր այս նշածս կանգատները կանանց մոտ կան ու բավականին երկար են տևում ու ցավոք սրտի չեն դիմում։